Բարև Շուվարի 28-ն է տոնական է այսօր մեր եթերը, իհարկե ուզում ենք օգտվելով առիթից շնորհավորել բոլոր մեր ռադիոլսողներին եւ ոչ միայն նույնիսկ նրանց, ովքեր մեզ չեն լսել եւ չեն լսում, նրանց էլ շնորհավորել այսօրվա օրվա կապակցությամբ։ Դե թեման էլ այսօրվա մեր զրույցի կլինի հիմնականում զինված ուժերի բանակի շուրջ եւ մենք ունենք հյուր, սկսենք ծրագիրը հենց այսպիսի հետաքրքիր զրույցից Ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Հայաքվե միավորման վարչության անդամ Ավետիք Քերոբյանն է մեր հյուրը, բարև ձեզ։ Պարոն Քերոբյան, հասկանում ենք միանգամից, որ եթե նույնիսկ պաշտոնավար եք, հիմա մենք խոսելու ենք, ասենք, բաց հրապարակված նյութերի շրջանակներում, որովհետև փակ թեմա է, ասենք, գաղտնի եւ գաղտնազերծված նյութերի շուրջ կարող ենք միայն խորել, մտածել եւ միգուցե նաեւ որոշ պատմական ինֆորմացիա քննարկենք, օրինակ ինձ համար անսպասելի բացահայտում աշխարհում կան 11-ից ավել երկրներ, որոնք որ այսպես հրաժարվել են զինված ուժերից առհասարակ, չունեն բանակ, դե Լատինական Ամերիկայում Կոստարիկան ամենավառ օրինակն է, թեժ տարածաշրջան է, բայց Կոստարիկան հայտարարել է, որ հարևանների հետ երբեք չի պատերազմել, իհարկե լուծարել են բանակը, բայց դա մեր մասին չէ։ Մեծ քանակի գումար է, ընդ որում տնտեսել, բյուջեից հատկացվող, մնական է ուղղել այլ կարևոր նպատակներին, օրինակ կրթություն, առողջապահություն, այդ թվում նույն տարածաշրջանում Պանաման Ամերիկայի Միացյալ Նահանգների ներխուժումից հետո բանակը ասենք լուծարեց, Խաղաղ օվկիանոսում Կարիբյան, ասենք, որոշ կղզիներ չունեն, զորք չունեն, Վանուատու, Կիրիբատի, Մարշալյան կղզիներ եւ այլն եւ Լիխտենշտեյն, երկու ապահով հարևանների, Վատիկան, Սան Մարինո, Իսլանդիան ունի միայն, ասենք, ափային, ասենք, դասպես դրանք այնպիսի երկրներ են, որոնք ունեն հստակ անվտանգային երաշխիքներ, բացի դրանից իրենք ապրում են եւ գոյատևում են այնպիսի տարածաշրջաններում, որտեղ չկան թեժ ռազմական բախումների վտանգներ, բայց մենք ունենք այն ինչ ունենք, մենք ունենք երկու հարևան, որոնք մտադիր են մեզ ոչնչացնել եւ դրա մասին չեն էլ զլանում եւ չեն էլ թաքցնում դրա մասին հայտարարել, ունենք հարևան Իրան, որը անընդհատ ռազմական ճնշման, ռազմական լարվածության մեջ է եւ ընդհանրապես ասած այս տարածաշրջանում պարտավոր ենք ապահովել մեր անվտանգությունը, ապահովել մեր ռազմական անվտանգությունը եւ դա չպետք է լինի իհարկե միայն բանակի հաշվին, դա պետք է լինի նաեւ սեփական ռազմավարության հաշվին, որը ռազմական անվտանգության համակարգի մաս է եւ պետք է ապահովի մեր զինված ուժերի մատակարարման անընդհատությունը, զորքերի պատրաստության, տեխնիկական պատրաստության բարձր մակարդակը եւ նաեւ պետք է պատրաստ լինի նաեւ ժողովուրդը ամբողջությամբ։ Պարոն Քերոբյան, մենք ականատես ենք այն ժամանակներին, երբ աչքի առաջ մեր, այսպես հաշվի առնելով ներկայումս բաց եւ ընթացող կոնֆլիկտները ռազմական, որ փոխվել է մարտը վարելու պարադիգմա առհասարակ, այսինքն այսօր մեծ շատ դեպքերում դեմ առ դեմ բանակները բախումներ չեն ունենում, մեծ մասամանոցաչու սարքերով, հեռար հրթիռներով եւ հրետանին է աշխատում, համենայն դեպս մեզ հասնող տեղեկություններից կարելի է այդպիսի ենթադրություն անել։ Ինչ կասեք, ասենք, որպես մասնագետ, որպես վերլուծաբան, ինչպիսին է այսօր մարտը վարելու, ընդհանրապես պատերազմելու մշակույթը եւ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ակնհայտ վերջին, օրինակ պայմանական 10 տարվա ընթացքում։ Եվ որքանով ենք մենք ոտ մեկնում, համընթաց այդ process-ներին։ Նկատում եմ Հայաստանը։ Ամենատեխնոլոգիական պատերազմը այսօր որ ընթանում է դա ռուս-ուկրաինական բախումն է, որը ի վերջո էլի դեմ առ դեմ է, բայց դրա բնույթը փոխվել է։ Իսկն այստեղ ոչ միայն իրար վրա են կրակում, այլ կրակում են նաև հեռահար, ինչպես նշեցիք, կրակում են եւ պատերազմում են օդում, շատ ինտենսիվ են պատերազմում օդում եւ շատ ավելի այսպես մասշտաբային, քան կարելի է պատկերացնել, ասենք 4 տարի առաջ։ Եվ բնույթը փոխվել է շատ էապես, հեռահար կամ ճշգրիտ զենքերը դարձել են ավելի հասու շատերին, եւ դրանցով պայմանավորված, ասենք, զորքը անցել է գետնի տակ, բայց պատերազմը մղվում է այսպես մոտավորապես 50-ից 150 մետր բարձրության վրա, որտեղ
գերիշխում են իհարկե համտաչու թռչող սարքերը, գերիշխում են ճշգրիտ միջոցները, գերիշխում են ռադիոէլեկտրոնային պայքարը, գերիշխում են այս մոտակա հեռահարության հակաօդային պաշտպանության միջոցները, որոնք շատ են զարգացել վերջին տարիներին եւ համարյա չկա այնպիսի ռազմարտությունաբերական երկիր, որ այս մոտակա հակահոպին ուշադրություն չի դարձնում։ Այս վերջերս Թուրքիան ներկայացրել էր իր նոր գնդացիրը, որը հենց անօթաչուների դեմ պայքարի համար է, հենց մոտակա պաշտպանության եւ այլն։ Այստեղ զարգացումները շատ են։ Դե իմ պանցիրեսը վաղուց կա, պանցիրները չգիտեմ։ Գնում է նաեւ դրա massայականացման։ Այսինքն եթե պանցիրը մոտավորապես համատենք 10-ից 12 միլիոն դոլար է մի կայանը եւ դա հնարավոր է նաեւ մեկ հարվածով ոչնչացնել, այսօր արդեն այդ մոտակա պաշտպանության հոբ միջոցները դրանից 2-3 կարգ ավելի էժան են։ Այսինքն 100,000 նաեւ էժանացման ճանապարհը գնում եւ massայականացման, որ դրա օգտագործելը ափսոս չլինի եւ ոչ վերջին հերթին դրանով շատ մեծ ինչ որ ուժերի տեղ չմատնես, ինքդ քեզ չմատնել է այսօր դարձել է նաև ոնց որ մոդայի ուղղություններից մեկը, որովհետև հենց տեղդ մատնեցիր, անմիջապես հայտնվում ես հարվածի տակ եւ հրետանին այդ տեսակետից շատ խոցելի է, որովհետև այսօր կան հակահրետանային ռադիոլոկացիոն կայաներ, որ կրակոցից 3 վայրկյան հետո դեռ արգը հոթում է, դեռ չի հասել իր կիզակետին, բարձրագույն կետին հետագծի արդեն կրակում են իր վրա։ Այսինքն ռադիոլոկացիոն կայանները արդեն ֆիքսում են հրետանային կայանքի տեղը, ինքը հրթիռային, թե սովորական փողային հրետանի եւ ուղղում են արդեն սեփական միջոցների կրակը։ Այնպես որ դա դարձել է նույնպես հրետանին դարձել նույնպես վտանգավոր զբաղմունք, դրա համար էլ շարժական հրետանին, ինքնագնաց հրետանին արդեն մոտապես 90% է կազմում նույն ռուս-ուկրաինական ճակատում մոտապես 90% է կազմում կրակիր եւ փախի։ Եվ մենք պետք է նույնպես դրան շատ մեծ ուշադրություն դարձնենք, գիտենք, որ Հնդկաստանից ձեռք է բերվել մեծականակ ինքնագնաց հրետանի կամ կվազի ինքնագնաց հրետանի, դրա մասին խոսել են, դրա մասին կվազի այն, որ ինքը կարող է կարճ տարածություններ ինքնուրույն շարժվել, բայց երկար տարածությունը ամեն դեպքում պետք է քարշակվի։ Շատ լավ։ Արագությունը շատ մեծ չի, հա։ Ես ինքս տեսել եմ այդ հրետանին, ասենք այնքան չէ, ինչքան սովորական քարշակվող հրետանին, օրինակ ասենք դե 30 դե 20-ները, որ մեր բանակում շատ էին, հա, եւ այնքան էլ խոցելի եւ այնքան էլ շարժունակ չի, ինչքան ասենք գրադները կամ մնացած ինքնագնաց հրետանին, բայց ամեն դեպքում ավելի լավ է, քան սովորական քարշակվողը, որը տեղից տեղ տեղաշարժելու համար արդեն պետք է քարշակող տեխնիկա մոտեցնես։ Այսօր շատ լավ նաև հասկանում ենք, որ առանց վարել էֆեկտիվ մարդ, հա, առանց հետախուզական տվյալների, օրինակ արբանյակային, որը որ շատ կարևոր է, այսօր շատ լավ հասկանում ենք, որ նույն Ուկրաինային, ասենք ամբողջ արևմուտքը եւ տիեզերքում գտնվող, ասենք ռազմական այդ մեծ քանակությամբ արբանյակներից ստացված տեղեկությունները շատ ավելի ճշգրիտ եւ ավելի կետային են դարձնում, թիրախային, այսինքն հարվածները ինչ ենք անում մենք, օրինակ Հայաստանի բանակը որտեղից է վերցնում այդ տվյալները, եթե այդպիսի մենք հնարավորություն ունենք, եւ եթե չունենք, ապա դա ինչպես կարելի է խնդիրը լուծել կամ ասենք ընդհանրապես դիտարկվել է դա որպես ժամանակակից մարդ վարելու անբաժան մաս կամ ասենք անփոխարինելի մի ինֆորմացիա, հասկանալի է չէ, որ հետախուզությունը չափազանց կարևոր տվյալներ են, հետախուզության տվյալներ եւ տիեզերքից ստացված տեղեկությունները շատ ավելի արդյունավետ կարող են դարձնել ցանկացած գործողություն։ Կխնդրեմ ձեզ։ Իհարկե արբանյակային լուսանկարների վերլուծությունը շատ բան կարող է ասել հակառակորդի կարողությունների մասին, տեղաշարժի մասին մի քիչ վիճելի է, որովհետև դրա համար պետք են արդեն սեփական արբանյակային հետախուզության միջոցներ, տիեզերական հետախուզության միջոցներ, ամեն դեպքում տիեզերական հետախուզության միջոցները ամեն ինչ չէ, որ կարող են ցույց տալ կամ բացահայտել։ Դրա համար շատ բանակներ եւ նաեւ մեր բանակներն օգտագործում են հետախուզական անօթաչու թռչող սարքեր, որից կարծում եմ մեծ քանակ արդեն կա,
գիտեմ, որ դեռևս 2015 թվականից օգտագործում էր դա, այդպիսի միջոցներ քիչ էին, բավարար չէին, եւ 20 թվականի պատերազմի ժամանակ էլ դրանք բավարար չափով չեն օգտագործվել, բայց դրանից հետո շատ պատվերներ եղել են, եւ մեր ընկերությունների կարողությունները, ռազմարտությունաբերական նկատի ունեմ ընկերությունների կարողությունները բավարար են, որպեսզի մեր բանակի կարիքները ամբողջությամբ ծածկեն։ Իհարկե դա չի նշանակում, որ պետք է այնքան ունենալ, որ պահեստում տեղ չլինի, պետք է այնքան ունենալ, որ տևական մարտական գործողությունների դեպքում էլ դրանք չսպառվեն եւ արտադրական կարողություններն էլ պետք է հերիքեն, որ ասենք եթե ինտենսիվացան մարտական գործողությունները կամ սկսվեցին ինտենսիվ մարտական գործողություններ, մեր ինդուստրիան կարողանա արագ համադրել կորուստները։ Ինչ վերաբերում է բացի, այսպես ասենք, օպտիկական, տեսադիտողական հետախուզությունից շատ կարևոր է օրինակ ռադիոտեխնիկական հետախուզությունը, որը թույլ է տալիս բացահայտել թռչող միջոցները, որոնք օժտված են ռադիոկապի միջոցներով, որոնք կարող են բացահայտել եւ կարող են հակազդել։ Եվ շատ կարևոր է, որ մի բան, որին շատ քչերն են ուշադրություն դարձնում, դա ապատեղեկատվությունն է, այսպես ասած կեղծ թիրախները, կեղծ կապի, կեղծ համակարգերը, որոնք կարող են այսպես ապակողմնորոշել հակառակորդին եւ կեղծ տեղեկություններ տալ, թաքցնելով կամ քողարկելով սեփական մտադրությունը։ Դրան կարծում եմ բավարար ուշադրություն չի դարձվում եւ կարծում եմ, որ սա այն ուղղությունն է, որը կարող է նաեւ հակառակորդին ստիպել մեծ միջոցներ ծախսել կամ կենտրոնացնել այնպիսի ուղղություններով կամ այնպիսի գործողությունների մեջ, որոնք արդյունավետ չեն լինելու։ Եվ դրան կարծում եմ դրան նույնիսկ մասնագետներ շատ չկան եւ նաեւ շատ կարեւոր է այսօր դարձել սեփական միջոցների յուրային ուժերի այսպես հայտնաբերում, նույնականացումը։ Մենք գիտենք, որ նույնիսկ մեծ բանակները շատ հաճախ սեփական ուժերի վրա կրակում են, օրինակ friendly fire կոչվածը, այո, որը բավականին մեծ տոկոս է կազմել օրինակ Իրաքյան պատերազմում, 2000-ականների սկզբից մինչև 18-19 թվական ընթացող, եւ օրինակ բրիտանական ուժերի, ներգրաված ուժերի կորուստների ահագին մեծ տոկոսը, մոտավորապես 10%-ից ավելի կազմում էր հենց սեփական կրակից կորուստները։ Տարբեր գնահատականներ կան, շատ հաճախ դրանք չեն էլ, այսպես ասած, գովազդում որպես սեփական կրակ թաքցում են, որովհետև դա անկարողության կամ թուլության նշան է, բայց մենք գիտենք նաև, որ 2020 թվականին մենք կորուստներ ենք ունեցել, հայկական բանակի նկատի ունեմ եւ պաշտպանության բանակը կորուստներ են ունեցել նաեւ սեփական կրակից հենց նույնականացման միջոցների բացակայության պատճառով։ Այնպես որ դա եւս մի կարեւոր ուղղություն է, որը պարտադիր պետք է ուշադրության կենտրոնում պահվի։ Գիտենք նաև, որ օրինակ ադրբեջանցիները հայկական համարանիշներով եւ հայերեն խոսող վարորդներով կամ զինվորներով անցել են բեռնատարներով, այսպես նույնիսկ ՊԲ համարներով անցել են մեր զորքերի թիկունք եւ մեծ վնասներ հասցրել, այդպիսի դեպքեր փաստագրված կան եւ դա էլ հետևանք է հենց նույնականացման միջոցների բացակայության։ Եթե օրինակ ասենք լիներ մի RFID օրինակի համար տվիչ յուրաքանչյուր մեքենայի վրա, որը հստակ նույնականացներ տված տրանսպորտային միջոցը կամ զինվորներին, ապա հնարավոր կլիներ բացահայտել, որ դրանք յուրայիններ չեն եւ կոչնչացվեին։ Եկել են զինվորների կողքով, անցել են, հարցրել են ճանապարհ եւ անցել են թիկունք եւ թիկունքից հարվածել են։ Ուղղակի սարսափել է այսպիսի բաներ իմանալը, բայց ամեն դեպքում սա նաեւ մտահոգության եւ գործողության ուղղություն է հուշում, թե ինչ է պետք անել։ Գիտակցությունը, որ մեր ռազմարտությունաբերությունը բավարարում է մեր պահանջարկը, այսինքն մեր բանակի իհարկե որոշ ուղղություններով պետք է ասեմ նաեւ, որ օրինակ տեսեք հրետանային միջոցները ձեռք են բերում եւ նաև ուրախալի այսպես վերջերս լուր եղավ հենց հնդկական ընկերությունից, որ հայկական ու հայ մասնագետների օգնությամբ կարողացել են բարելավել հենց այդ հրետանու կարողությունները, այսինքն կրակի ճշգրտություն եւ հեռավորություն ինչ որ բարելավումներ արվել են, բայց սա այսպես կետային ուղղություններ են, որտեղ կա իհարկե լավ լուրեր, բայց մյուս կողմից էլ գիտենք, որ օրինակ շատ ընկերություններ ռազմարտությունաբերական այս վերջի 4-5 տարում դադարել են գործունեությունը, որովհետև բավարար պատվեր չունեն
ընդ որում այնպիսի ընկերություններ, որոնք թույլ կտային այնպիսի գործունեության ոլորտում, որ թույլ կտան նվազեցնել տեխնոլոգիական խզվածքը մեր հակառակորդների կամ հավանական հակառակորդների հանդեպ եւ նաեւ բարելավել մեր դիրքերը արտաքին շուկաներում։ Ասեք, ես ինքս լինելով այդ ոլորտի մասնակից, այդ ոլորտում ունենալով լայն կապեր նաեւ արտասահմանյան ընկերությունների հետ, ցուցահանդեսների մասնակցած լինելով եւ այլն, վատ տեղից կամ խիստ կարիքից դրդված մեր մասնակիցները կարողանում են այնպիսի լուծումներ գտնել, որոնք ոչ միայն համեմատել են իրենց կարողություններով, հնարամտության եւ նաեւ այնպիսի կարիքի, որում առայժմ ուրիշները չեն հայտնվել, այսինքն կարիքը իրենց մոտ չի առաջացել, հա։ Հիմա պատկերացրեք, ասեք Միացյալ Նահանգները կամ Ռուսաստանը տիրապետում են միջուկային զենքի կամ նույն Հնդկաստանը եւ Պակիստանը տիրապետում են հրթիռային միջոցների եւ միջուկային զենքի, բայց իրենց մոտ այդ պատճառով ինչ որ բաների մասին մտածելը նույնիսկ ոչ թե չի եկել մտքների զսպող հանգամանք է հանդիսանում, զսպող եւ ինչ որ այդտեղ արգելակող հանգամանք է հանդիսանում մեծ կարողություններ, եւ մեծ կարողությունների բացակայությունը ստիպում է գտնել այնպիսի միջոցներ, այնպիսի լուծումներ, որոնք մյուսների մտքին ուղղակի չեն եկել, եւ մեր ընկերությունները այո տիրապետում են այդպիսի կարողությունների, այդպիսի լուծումների, բայց ցավոք սրտի այդ դրանք չեն դառնում հետևանք են ոչ թե պետական այսպես պատվերի, ակտիվ պատվերի, հա, այլ ընդամենը հնարամտության եւ կարիքից դրդված ինչ-որ լուծումների փնտրտուքի։ Եվ ցավալիորեն պետք է նշենք, որ մեր այսօրվա իշխանությունները, պաշտպանության նախարարությունը կլինի, թե բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կլինի, ակտիվ պատվիրատու որպես այդպեսին չեն հանդիսանում, չեն թելադրում զարգացման ուղղությունները, չեն թելադրում իրենց կարիքները ակտիվ կերպով, այսինքն վախենալով, որ այդ կարիքները այսպես գաղտնիքի փականքի տակ են եւ չեն էլ նույնիսկ այսպես կողմնորոշում նույնիսկ ընկերություններին, թե ինչ է պետք անել։ Ընկերությունները սեփական ուժերով, սեփական միջոցներով զարգացնում են ինչ-որ տեխնոլոգիական լուծումներ կամ տեխնիկական լուծումներ եւ շատ հաճախ այդ լուծումները այսպես արձագանքել չեն գտնում։ Վառ օրինակը է մեր հայկական ընկերությունից մեկի նաև գովազդված, հա, այդ բաց տիրույթում է գտնվում Սկորպիոնը, թրթուրավոր ինքնագնաց ռոբոտացված համալիրը, որը կարող է զենք կրել, կարող է կրել նույնիսկ ծանր զենք, որը ընդամենը հատերով է սարքվել եւ դեռևս մասսայական պատվեր չունի։ Մինչդեռ տեսնում եք, որ ասենք նույն ռուս-ուկրաինական բախման մեջ ցամաքային անօթաչուները, այսինքն թե անբավոր կլինի, թուրքավոր կլինի ռոբոտները, լայնորեն կիրառվում են եւ տրանսպորտային, եւ մարտական, եւ նույնիսկ այսպես 100 կիլոգրամանոց ական են վրան դնում, տանում են, մցնում են հակառակորդի, ասենք, մարտակարգի մեջ եւ մեծ վնաս են տալիս, հա, նույնիսկ խոճապը, որ այդպիսի ական է գալիս, որը չեն կարողանում ոչնչացնել ժամանակին, կամ նույնիսկ վախը, որ մի օր կարող է իրենց վրա գա, դա մեծ ազդեցություն է թողնում։ Մինչդեռ մեր բանակում, ասենք, ցամաքային վերգետնյա ռոբոտացված համալիրները դեռևս անուշադրության են մատնված, իսկ նույնիսկ չեմ վարանի ասել։ Դե տեսեք, ծանր արդյունաբերություն այդպեսին չունենք, հա, դե որովհետեւ բայց դա օրինակ ծանր արդյունաբերության կարիք էլ չունի։ Դա կարող է սարքվել միջուկներով, ասենք փոքրիկ, հա, այսպես հեռակառավարվող սարքեր են, որոնք ոչ զգալի առավելություն կարող են տալ մարտի դաշտում, ճիշտ եմ հասկանում։ Այո, եւ դա չունենք, այսինքն չիպեր չենք արտադրում, դա էլ է ձեռք բերում, այսինքն կախյալ ենք բոլոր դեպքերում։ Այդ մասով օրինակ էս վերջերս մի քանի ընկերություն էլեկտրոնիկայի հավաքման սեփական այսպես հոսքագծեր են ձեռք բերել եւ Հայաստանում կան արդեն մի քանի ընկերություն, որ կարող են էլեկտրոնիկայի հավաքման արտադրությունը իրականացնել, հա, բայց օրինակ տպասալիկների արտադրությունը, որը նաև պլատա կոչված է, հա, առանց այս միկրոսխեմաների չիպերի վրայի, հա, դեռևս հասու չէ։ Չնայած գիտենք, որ օրինակ որ Խորհրդային Միության տարիներին Մարս գործարանում, հա, դրված էր այդ հոսքագիծը եւ այլն, նույնիսկ տնային գյուտարարներն էլ այսպես կուլիբինները, ռադիոտեխնիկները, մեծ երկշեր պլատաները անում են, հա, եւ սարքում են, տրասիրովկային անում։ Այո, տրասիրովկային անում, բայց կան նաեւ ասենք օրինակ մի քանի ընկերություն գիտեմ, որոնք հենց դրա արտադրություն, բայց երկշերտ, հա, որը երկու կողմից է, բայց այսօր աշխարհում լավագույն, ասենք, մակարդակները 20 մինչև 24 շերտ կարող են անել եւ դա բերում է եւ էլեկտրոնիկայի փոքրացման եւ հոսանքի ծախսի եւ մնացած ամեն ինչի այդ մասով բարելավումների, որը դեռևս մեզ հասու չէ։ Բայց ամեն դեպքում կա ինչ որ առաջընթաց։
Մյուս կողմից էլ այդ առնչթացը համարյա առանց բացառության մասնավոր ընկերությունների նախաձեռնությունն է։ Ընդհանրապես հնարամտությունը եւ պրպտող ուղեղը ռազմարտությունաբերությունում նաեւ նոր զինատեսակներ է ստեղծում, մենք ժամանակ առ ժամանակ չկա երևի տարի, որ նոր զինատեսակ Այսօր չկա այդպիսի ամիս նույնիսկ կարելի ասել, որ այդ Wunderwaffe-ը չառաջանա, էլի։ Քանի ամիս առաջ արեշնիկը, չէ՞, այսպես բում առաջացավ, Բուրիվեստիկը հեսա շուտով կփորձարկվի ինչ-որ ձև։ Դոնալդ Թրամփը շատ մակերեսային եւ նշեց, որ դա գաղտնի ինֆորմացիա է, բայց ասաց, որ նույն, ասենք, Վենեսուելայի, հա, նախագահին արևանգելու ժամանակ կիրառել են ձայնային նոր տեսակի, ասենք, զինատեսակ, որը որ սրտխառնոց առնահոսություն էր առաջացնում, հա։ Դե դրա մասին շատ վաղուց է խոսվում, հա, այդ ինֆրաձայնային զենքը բական սինդրոմ կար, չէ՞, այդպիսի հավանական սինդրոմ կար, այո, դա կիրառում էին կասկած կար, որ այդպիսի բան կիրառվել էր հավանայում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների նկատմամբ, բայց ես ինքս լինելով ֆիզիկոս, ուսումնասիրած լինելով այդ ուղղությունը, հա, նաև այդ այն ուղղությունը, որ վտանգավոր է նույնիսկ կիրառողի համար, այսինքն սրա մասին պետք է դու պատրաստված ես, չգիտեմ, ականջակալներով, նույնիսկ եթե պատրաստված դե ականջներին չի, հա, դա ներքին օրգանների եւ մնաց ամեն ինչի վրա կարող է ազդել, ամեն դեպքում շատ վտանգավոր ուղղություն է եւ դրանով իհարկե ժամանակին զբաղվել են, ժամանակին կարծեմ նույնիսկ փորձեր են արվել խորհրդային միությունում, հա, բայց այսօր օրինակ լազերները շատ ավելի հասու են դարձել, օրինակ օպտիկա մանրաթելային լազերները, որոնք մեծ հզորություն կարող են զարգացնել փոքր Մեծ Բրիտանիան ունի, այո, էլի դա գալիս է հենց այդ մոտակա հակօդային պաշտպանությանը, նաև այսպես վերգետնյա թիրախների խոցման, մենք Հայաստանում օրինակ ունեցել ենք լավ լազերային արդյունաբերություն, ինդուստրիա, Բայց բարձր էներգիաների լազերը կարող է այրել օդում կամ շարքից անել։ Ուրեմն նույնիսկ ցուցահանդեսներին ցուցադրվել է եւ դրա մասին շատ է խոսվել նաեւ մեր այսպես ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կարգին է դասվում, որովհետև ասենք օպտիկա էլեկտրոնային համակարգեր կարող է շարքից անել, հա, մոտակա հեռավորությունների վրա, ասենք մինչև կիլոմետր ու կես, 2 կիլոմետր, եւ դա ցուցադրվել է եւ փորձարկվել եւ ակտիվել մարտական կիրառվել է ժամանակին, ասենք այն ժամանակ, երբ որ մենք դիրքային հավասարակշռության մեջ էին գտնվում, դիպուկահարների կամ տեսադիտարկման սարքավորումների դեմ լայնորեն կիրառվում էր, բայց դրա հաջորդ քայլը, որը պետք է արդեն օդում աշխատեր, չարվեց ինչ-ինչ պատճառներով, այդ ծրագրերը կային, բայց այդ ծրագրերը շարունակություն չստացան։ Ամեն դեպքում դա այնպիսի ուղղություն է, որտեղ մենք ունենք կարողություններ, կարող է լավ հնչի, կարող է լավատեսական հնչի, բայց դրա հետ միասին ասենք ես կառավարությունը մենք լազերային տեխնոլոգիաներ ունենք, բարձր էներգիաների լազերներ։ Սովետական երկրորդ լազերներ Հայաստանում են սարքվել, հա, եւ լազերային տեխնիկայի ինստիտուտը, հա, եւ էլ դեպիրկալը, որ այդ դրա ժառանգությունը մենք ստացել ենք եւ զարգացրել ենք։ Հա, բայց նույնիսկ կառավարությունը լուծարել լազերային տեխնիկա փակbaşդիրական ընկերությունը, հա, որտեղ կուտակված էր այդ ամբողջ գիտելիքը եւ նույնիսկ ինչքան գիտեմ այդ ընկերությունը, որը որ հայ-հունական LTP-cal համատեղ ընկերության հայկական մասի սեփական տեր, փաստորեն արդեն գոյություն չունի։ Իսկն մի կողմից ասում ենք զարգացնում ենք, բայց մյուս կողմից է տեսեք ՆԱՏՕ-ի անդամ երկիր հանդիսած, ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող երկրի հետ ունենք լազերային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցություն, որը այսօր չկա, փաստորեն։ Հա, նույնը կարելի ասել նաև լեհական ընկերության հետ, հա, որի հետ համատեղ ձեռնարկություն, զրահաբաճկոններ, այսպես սաղավարտեր արտադրելու արդեն պլաններ կան եւ այլն, եւ այդ ընկերությունը այսօր չկա։ Բայց կարծում եմ դա մենք կարող ենք ինքնուրույն զրահաբաճկոնը եւ սաղավարտը կարող ենք, բայց երեք մենակ այդ զրահաբաճկոն եւ սաղավարտ չէին արտադրում էլի իհարկե եւ այստեղ կարեւոր է ոչ միայն որ դա այսինքն վատ է ոչ միայն որ դա չկա, այլ վատ է նաեւ որ ռազմատեխնիկական համագործակցության ուղղություններ են փակվել այսինքն Հունաստանի հետ, Լեհաստանի հետ եւ այսօր շատ են խոսում սրանք ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ այս ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնելու մասին, բայց իրականում անում են եւ արել են հակառակը, այսինքն գործողությունները չեն վկայում մտադրությունների կամ այսպես հայտարարված մտադրությունների կատարման մասին կամ նույնիսկ դրա ցանկության մասին։ Մյուս կողմից էլ շատ տեսեք կա նաև ինտենսիվ համագործակցություն զարգանում ասենք Հնդկաստանի կամ Ֆրանսիայի հետ, որը հայտարարվում է, հա, բայց դա բավարար չէ։
այնտեղից այդ երկրները իրենք զարգացած ռազմարդյունաբերական համալիրներ ունեն, հա, որտեղից միայն այն չէ ինչ որ պետք է ինչ որ ստանում ենք կարող ենք ստանալ, շատ ավելի լայն կարող է լինել համատեղ արտադրությունների կամ ստացված տեխնիկայի վերանորոգման, սպասարկման, արդիականացման գործը կարելի է այստեղ դնել եւ յուրացնել, հա, բայց ամեն դեպքում չգիտեմ, որ դա արվում է, էլի։ Պարոն Կերոպյան, ես կուզենայի նաև հետաքրքրվել, եթե ձեռքի տակ ունեք նման տվյալներ, սովորաբար ռազմարդյունաբերությունը ռազմական ծախսերի ինչ որ տոկոսն է կազմում, չէ՞, այսինքն դա ինչ որ մոտավոր թիվ է, որը որ այսպես գրեթե անփոփոխ է, այսինքն ինչ որ միջակայքում է սովորաբար լինում, օրինակ հատկացվող բյուջեից ռազմական այսինչ մի մասը ռազմարդյունաբերությանն է ուղղվում, սովորաբար քանի տոկոսն է դա լինում, այս համաշխարհային փորձից ելնելով եւ որքանով է Հայաստանում, այսինքն այդ ծախսերը ռազմարդյունաբերության վրա էֆեկտիվ ձեր կարծիքով արդյունավետ կամ տնտեսող ձեր վերլուծությունը համեմատած ձեր պաշտոնավարման ժամանակ երևի ինֆորմացիա կարող եք իմ պաշտոնավարման ժամանակ այդպես ռազմարդյունաբերության ծախսը շատ մեծ չէր, հա, եւ զարգացման ծախսը շատ ավելի մեծ տոկոս էր կազմում ընդհանուր ռազմարդյունաբերական ծախսի մեջ, քան այսօր։ Եվ այսօր պետք է ասենք, հա, դատելով հրապարակված թվերից, օրինակ 23-ից 25 թվականների համար արտադրության համար տվել էին սեփական ռազմարդյունաբերական, հա, տվել էին մոտավորապես 170 միլիարդ դրամ, հա, այն դեպքում, երբ որ այդ ընթացքում կൂട്ടակային այսպես ակումուլյատիվ ծախսերը ռազմական իրենք 2 տրիլիոն դրամի կարգ էին մոտավորապես, մի քիչ պակաս, հա, եւ այստեղ ստացվում է տպավորիչ գումար է, հա, ստացվում է, բայց ընդամենը մի 10% կամ 10-ից էլ պակաս տոկոս, այսինքն սեփական ռազմարդյունաբերական ծախսը։ Մյուս կողմից պետք է նայել, թե ինչպես է կատարվում օրինակ ռազմարդյունաբերության զարգացման բյուջեն, հա, որի պատասխանատուն բտանախարարությունն է, բայց պատվիրատուն Պաշտպանության նախարարությունը անշեղորեն թերակատարում է վերջի 5 տարիներին, 5-6 տարիներին։ Այս տարի օրինակ իհարկե բյուջետային խարդախություններ էլ արեցին, հա, ասենք նվազեցնելով այդ բյուջեն, բայց ամեն դեպքում տարվա վերջում ծախսեկել կանգնել մոտավորապես 50%, դրանից մի քիչ պակաս։ Այսինքն մենք լինելով այսպիսի հակամարտության մեջ, լինելով այսպիսի տարածաշրջանում, որը պայթյունավտանգ է, թերակատարում ենք ռազմարդյունաբերության զարգացման ծախսերը։ Եվ դա չի կարող մտահոգություն չառաջացնել։ Մյուս կողմից գիտեմ, որ նաև մասնավոր ընկերությունները իրենք սեփական միջոցներ են ներդնում այդ գործում, այսինքն սեփական միջոցներով են զարգացնում նոր մշակումները, կատարում նոր մշակումները, զարգացնում հները եւ այլն, բերում հասցնում օրինակ փորձանմուշի մակարդակի, բայց նույն բտանախարարությունը անցյալ տարի հայտարարել էր, որ 1.5 միլիարդ դրամ է ծախսելու փորձանմուշների արտադրության վրա, այսինքն այն նմուշները, այն մշակումները, որոնք եկել են հասել են փորձարկումների մակարդակի, եւ դրանից ընդամենը այդ 1.5 միլիարդի ծախսել են ընդամենը 35 միլիոնը։ Դա կառավարության բաց հրապարակված թվերից։ Այսինքն 50 անգամ պակաս քան հայտարարել էին, որ պետք է ծախսեն։ Դա եւս մտահոգիչ է։ Այսինքն իրենք հայտարարում են, որ այսքան պետք է ծախսեն, դրանով պետք է ունենան դրա հեռանկար, այսինքն տեսլականը պետք է վում է անհրաժեշտ այս պայթրությամբ, դա այն անհրաժեշտ բաները պետք է լինեն, այո, այն անհրաժեշտ բաները պետք է լինեն, որ պետք է հասունացնել, ասենք, զորային կամ դաշտային փորձարկումների միջով անցնելու պետք է հասունացնել, դառնա արդեն սերիական թողարկվող տեխնիկա, բայց դա չի արվում։ Մասամբ արվում է սեփական ուժերով ընկերությունների, հա, բայց պետությունը այստեղ իր վրա վերցած պարտականությունը ուղղակի անտեսել է, ոչ թե թերակատարել է, այդ մասով ուղղակի կարելի է անտեսել է, ուր 1.5 միլիարդը, ուր 35 միլիոնը պատկերացրեք։ Հա, շատ մեծ տարբերություն է։ Պարոն Կերոպյան, իսկ վաճառում ենք մենք ինչ որ բան արտադրված Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտում նկատի ունեմ, թե ամենը բացառապես մեր անձնական կարիքների համար է։ Տեսեք, հաջողված արտահանման փորձեր եղել են։ Օրինակ ինչ է կարող։ Չեմ կարող ասել։ Կարող եմ ասել, օրինակ ինչը չեմ կարող ասել, բայց եղել են ռադիոլոկացիոն կայաններ, որոնք մատակարարվել են դուրս։ Այո, հավաքված ռադիոլոկացիոն կայաններ։ Մենք դրանք ցուցադրվել են։ Դրանք ցուցադրվել են մեր տեղական ցուցահանդեսներին, դրանք ցուցադրվել են 2022 թվականին մարտին 3-րդ արմհայտը կանցկացվեց արդեն մարզահամերգային համալիրի տարածքում եւ այդտեղ շարժական
բացվող, այսպես ռադիոլոկացիոն համարելը ցուցադրվել է, դրա նմանակը շատ ավելի վաղ արտահանվում են տարբեր այսպես բաղկացուցիչ մասեր, հա, բայց ամբողջական համալիրներ կարծում եմ շուտով դրա հերթն էլ կհասնի, բայց այս պահին հստակ տեղեկություն չեմ կարող ասել։ Դե, հա, հասկանում եմ, դրա համար շատ զգուշավոր հարցրեցի բոլոր դեպքերում։ Լավ, ռազմարդյունաբերության հետ կապված մենք որոշ բացահայտումներ իհարկե արեցինք, կապված ծախսերի, կրճատումների եւ այն, որ այսօր մենք համենայն դեպս շատ լավատեսական սկսվեց մեր զրույցը, որ բավարարում ենք մեր կարիքները, Էլ եմ կրկնում որոշ շուղությունները, բայց իհարկե շատ խոշոր, օրինակ, չգիտեմ, ինքնաթիռներ, չգիտեմ, տանկեր եւ բազմաթիվ այլ զինատեսակներ մենք արտադրել ունակ չենք, որովհետեւ չունենք այդ արդյունաբերական բազա այդպիսին։ Եվ արդյոք այսօրվա, հա, զարգացումների լույսի ներքո ի վերջո գնում ենք խաղաղության, չէ՞։ Այդ վիճելի է։ Արդյոք գնում ենք խաղաղության։ Դե համենայն դեպս այդպիսին է մեր պաշտոնական, չէ, միտումները, լավ այդպես ասեմ։ Այսինքն այսօր մենք միգուցե ներքին շուկայում որոշակի այսպես թերահավատություն ունենք այդ ամենի շուրջ, որովհետև տիրապետում ենք հավելյալ ինֆորմացիայի, բայց ինչպես ենք մենք ներկայանում ամբողջ աշխարհին, ենթադրվում է հենց այդպիսի ընկալուկա։ Դե ներկայանում ենք որպես խաղաղասեր եւ խաղաղության այսպես առաջամարտիկ, բայց տեսեք, օրինակ բերեմ հասարակ մի օրինակ, հա, դեռևս 2024 թվականի սեպտեմբերին ստորագրվել, հաստատվել է այս համանագծման համանազատման հանձնաժողովների աշխատակարգը։ Հա, դրանից մենք մոտավորապես 1 տարի անց ստորագրվել է նախաստորագրվել է այսպես ասած խաղաղության համաձայնագիրը։ Բայց առ այսօր գետ 1 սանտիմետր սահման չի գծվել, զատվել, հա, այն ինչ որ տեղի ունեցել 2024-ի ապրիլ-մայիսին, Տավուշում, հա, դա Հայաստանի կողմից միակողմանի զիջումներ էր, ընդամենը, հա, եւ դրա արդյունքում նույնիսկ այնպիսի տարածքներ, որոնք դե յուրե եւ դե ֆակտո Հայաստանի Հանրապետության տարածք են դարձել են մեր համար անհասանելի, յուղացիները որտեղ այնտեղ ունեն մշակովի հողեր, չեն կարող արդեն այնտեղ գնալ, որտեղ ճանապարհը անցել է ադրբեջանցիների ձեռքը, եւ առ այսօր արդեն մոտավորապես 1.5 տարի է անցել այդ հանձնաժողովների աշխատակարգը հաստատելուց հետո գետ 1 սանտիմետր սահման չի գծվել եւ զատվել։ Այսինքն փաստացի խաղաղություն եւ գործընթացներ գետնի վրա տեղի չեն ունենում։ Դրա փոխարեն իհարկե ինչ որ ռեալ գործողությունները եւ հայտարարությունները չեն համընկնում։ Ես ճիշտ եմ հասկանում։ Իհարկե։ Եվ այս ինչն է պատճառը, որ չի սկսվել process-ը։ Տեսեք, այստեղ բացառապես կախված ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի ցանկություններից։ Հա, իրենք են թելադրում։ Եվ այս տրիպն են իրենք թելադրել չեն էլ թաքցնում, որ գնացել են Տրամպի հետ պայմանավորվել են, որ անունը տա այդ ճանապարհին, որ լավ Զանգեզուրի միջանք չկոչվի, որ Նիկոլը այսպես ասած վերարտադրվի, հա, բայց ամեն դեպքում իրենց ծավալապաշտական նկարտումները չեն էլ թաքցնում, հա, չեն էլ թաքցնում, որ լուծել են հարցը մեծ Թուրանի կամ լուծում են հարցը մեծ Թուրանի։ Եվ մենք այստեղ պետք է շատ զգոն լինենք եւ ոչ միայն զգոն լինենք, արթուն լինենք, հա, որտեղ մեր այսպես խաղաղության թմբիրի տակ, հա, մեր ձեռքից խլում են մեր հայրենիքը։ Եվ դրան պետք է ակտիվ կերպով դիմակայենք։ Իսկ արդյոք 2020 թվականը ցույց տվեց, որ մենք նույնիսկ հիմնվելով եղած բազայի եւ այն ամենի ինչ կարող ենք, հա, արագ մոբիլիզացնել եւ ծառայեցնել այդ պայն օգուտ մեզ բավարար չէ, որպեսզի դիմադրենք այդ բռունցքային հարվածին, այսինքն նկատի ունեմ Թուրքիա, Ադրբեջան դաշնակիցներ, մենք շատ լավ տեսանք, որ նույնիսկ միջև ատամները, ասենք զինված լինելու պայմաններում մարդկային ռեսուրսը բավական չեղավ, մենք դա տեսել ենք, պարոն Գերոբյան, իհարկե ես դրա հետ չվիճեմ, հա, որովհետև ակնհայտ թերացումներ են եղել պաշտպանության կազմակերպման գործում, ակնհայտ, օրինակ ասենք հարավային ուղղությամբ չի ապահովել զորքերի հակօդային պաշտպանություն թեկուզ մոտակա, հա, եւ այնտեղ օդում ինչ ասես թուրքերը արել են։ Եվ նաեւ նույնիսկ այնպիսի ակնհայտ թերացումներ, ինչպիսին ասենք տանկային զորախմբի շարժը գոնե ասաներով կամ տորերով ապահովելու հարցը, հա, զորքերը թողնվել են ուղղակի անպաշտպան օդից։
Եվ չպետք է մոռանանք, որ լիքը տարածքներ հանձնվել են ընդհանրապես ասած մեկ ստորագրությամբ, կրճի մեկ ստորագրությամբ։ Այն դեպքում, երբ որ մենք կարող ենք տևական ժամանակ, օրինակ լեռնային շրջաններում, տևական ժամանակ պաշտպանություն կազմակերպել եւ դիմադրել։ Նաեւ եղանակային պայմանները հարցակվողների օգտին չէին։ Եվ այն նեղ միջանցքը, որով իրենք հասան մաքրեցին եւ հասան Շուշի, այդտեղ միջանցքը կարող է շատ արագ փակվել եւ Շուշի հասած խմբավորումը կարող է լեգնել շրջափակման մեջ, դրա լրիվ հնարավորությունները կային։ Ամեն դեպքում այսօր նույնիսկ որ ասում ենք 20 թվականի պատերազմը ցույց տվեց, տեսեք 20 թվականի պատերազմի մանրակրկիտ զեկույցը այն ինչ որ ամբողջ ողջ լիազորություն ուներ ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը, որ պետք է ուսումնասիրել եւ զեկույց կազմել, այդ զեկույցը դրեցին փակի տակ, փակի տակ են դրել, տեսեք, ոչ թե падգամավորներից ընդդիմադիր, փակի տակ են դրել ժողովրդից, որ ժողովուրդը նույնիսկ չի իմանա, թե ինչ մեծ թերացումներ են եղել այդ ժամանակ։ Իսկ այդ թերացումները եղել են, այդ թերացումները եղել են այնքան ակնհայտ, որ նույնիսկ ասենք արբանյակային պատկերների վերլուծության պարզ է դառնում, որ այնտեղ երկրորդ երրորդ գիծ օրինակ չի կազմվել, ապահովել, երկրորդ երրորդ գծի պաշտպանություն։ Եվ զորքերը ուղղակի 80-100 կիլոմետր նահանջել են առանց պաշտպանություն կազմակերպվելու։ Հիմա սրանից արդյոք դասեր քաղել ենք։ Համոզված եմ, որ ոչ։ Ինչ որ մարդիկ ինչ որ բան գիտեն, բայց տեսեք, էլի կառուցում են վերգետնյա զորանոցներ, էլի շորու կոշիկի մասին են խոսում, մոռանալով մարտական ոգու, 22 թվականին կորցրել են խարխլվեց, որը խարխլվել է եւ տեսեք երեկել մենք մեր մարտական ոգուն ստացել ենք մեծ հարված։ Ինչ որ անհասկանալի հիշատակի օր է սահմանվել, այն դեպքում երբ որ հունվարի 28-ը միշտ սկսվում էր հայրենիքի համար ընկածների հիշատակը հարգելով։ Հունվարի 28-ի առավոտն էր այդ օրը։ Հունվարի 28-ը ինքն է այդ օրը։ Տոնելով հարգում ենք նաեւ ընկածների հիշատակը, որոնք իրենց կյանքը զոհել են հաղթանակի համար, հայրենիքի համար, բայց հայրենիքի հաղթանակի համար։ Հիմա մեզից խլել են դա։ Իրականում այսօր չկա այն համազգային համախմբվածությունը հունվարի 28-ի շուրջ։ Կիսել են այդ օրը, կիսել են եւ սքով են սկսում, եւ դա կարծում եմ, որ մեծ հարված է մեր հոգեբանական դիմակայությունը, դիմադրողականությունը, որովհետեւ ասենք նույնիսկ ընկածների հարազատներին են կիսել։ Հիմա պաշտոնականորեն հայտարարել հունվարի 27-ը, բայց ինչ է դա նշանակում։ Հունվարի 28-ը, հունվարի 28-ին մարդիկ անցած տարի կամ նախանցած տարի հունվարի 28-ին են գնացել։ Հայոց այսպես կիսելով, պարակտելով հարվածներ են կատարում մեր դիմադրողականությունը, մեր պետականությանն է իրականում հարված։ Եվ պատահական էլ չի ընտրված այդ օրը։ Գիտենք, որ հունվարի 27-ին ամբողջ աշխարհում նշվում է հոլոկոստի զոհերի հիշատակը, դա մեր օրը չէ։ Եվ մեր վզին իրականում ես համոզված եմ, կասկած անգամ չունեմ, որ մեր վզին փաթաթել են հունվարի 27-ը։ Ինչքան էլ որ դա կարող է ինչ որ մարդիկ կասեն դա ցինիկ է հնչում, բայց իրականում դա այդպես է։ Ինչ իմաստունի տոնական օրվան նախորդող հիշատակի օր ոչ աշխատանքային օր հայտարարելը։ Նպատակ իմաստ չկա, եւ դրամաբանական ընդհանրապես դրամաբանական էլ չէ։ Պարոն Կերոպյան, ես մեր զրույցի ընթացքում մի կետ մոռացա, հիմա հարցը ուղղեմ, ինչպես։ Փաստորեն հիշեցի։ Չէ, հիշեցի մի ուրիշ բան, որը որ օրինակ մենք խոսում ենք ռազմարտունաբերության, բանակի, զինամթերքի, զինվորական կյանքի մասին, բայց մենք խաղաղ բնակչության մասին ենք մի բան մոռանում, որ կան երկրներ, որոնք որ ակտիվ ներդրում են նաև թաքստոցներ, ապաստարաններ կառուցելու մեջ դրա անհրաժեշտությունն էլ կա, այսինքն մշտապես թիրախավորված խաղաղ քաղաքներում պետք է լինեն նման տարածքներ, որտեղ որ ըստ անհրաժեշտության կարող են ասենք որոշակի ժամանակ թաքնվի խաղաղ բնակչությունը։ Ինչ կասեք այդ առումով, ինչ վիճակ է Հայաստանը։ Ես ավելին ասեմ, մեր տարածքում պետք է լինի ոչ միայն խաղաղ բնակչության պատասպարման կահավորում, մեր տարածքում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում պետք է լինի մարդկային գործողությունների համար կահավորում։ Այսինքն որ պատկերացրեք մենք ունենք ասենք Երևան, որտեղ կենտրոնը չգիտեմ պաշտպանված շրջաններ, նույնիսկ պարտիզանական պայքարի համար պետք է կահավորվի ամբողջ տարածքը, որովհետև ել եմ կրկնում մեր հարևանները չեն թաքցնում Հայաստանը գրավելու, Հայաստանը ոչնչացնելու, հայ ժողովրդին այս տարածքից արտաքսելու իրենց ցանկությունը,
Բաց այդ կերպով, ինչքան էլ որ ասեն խաղաղություն բան եւ այլն, բայց մենք գիտենք, որ դրա մասին չէ։ Եվ դրա այդ ուղղությամբ բան չի արվում։ Նույնիսկ եկեք պատկերացնենք, ասենք մեր ռազմական օդակայանները, Էրեբունի եւ Շիրակը, որտեղ տեղակայված է մեր ռազմական ավիացիան։ Դա գաղտնիք չէ։ Դա ասենք ցանկացած մարդ, որը Հայաստանի քարտեզը, արբանյակային քարտեզը կբացի իր բրաուզերում, կարող է տեսնել տեղակայման ու գիտի որ այլ տեղեր դրա համար նախատեսված չեն եւ չեն էլ կարող։ Մենք ունենք ասենք Հայաստանի հյուսիսում լիքը տարածքներ, որոնք կարող են օգտագործել որպես պայստային օդանավակայաններ, պայստային աերոդրոմներ, հա, բայց դա փակ անգարներով նույնիսկ, հա, տեղերը չեմ ուզում նշեմ, դրանք շատերը կան, հա, եւ դա չի արվում այն պատճառով, որ մեր ռազմական ղեկավարությունը պատերազմի մասին չի մտածում։ Իրենք պատերազմը ապրիորի տանուլ տված են համարում եւ չեն էլ նույնիսկ վախենում են պատերազմի մասին մտածել։ Տեսեք, ասենք գլխավոր շտաբպետին հարց են տալիս ռազմակալված տարածքներից ադրբեջանցիների դուրս գալու մասին։ Ասում են նույնիսկ մարտական խնդիր չկա դրած։ Բա ինչ խնդիր են լուծում իրենք։ Ասում են որ հիշում եք կսովածանան գնան դուրս գան այդ հայտնի հայտարարությունը, բայց ոչ սովածացել են, ոչ էլ դուրս են գալիս, հակառակը մեր ճանապարհաշինարարություն են անում մեր տարածքում, հա, դիրքաշինարարություն են մեր տարածքում, խորանում են գետնի տակ մեր տարածքում եւ ակնհայտ է, ասենք, որ դուրս գալու մտադրություններ չունեն։ Բա ինչ են անելու։ Եթե դուրս չգան, ասենք 140-42 կիլոմետր ռազմակալվել է միայն 22 թվականի սեպտեմբերի 13-14-ին։ 50-ից ավելի մարտական դիրք են կորցրել, հա։ Եվ այդ կորցրած դիրքերում ադրբեջանցիները ամրացել են։ Հենց այնպես չեն ամրացել, հա, եւ մենք պետք է ամեն ինչի հետ միասին, ասենք ռազմաքաղաքական դաշինքներ կնքելու հետ միասին եւ խորացնելով այդ ռազմական համագործակցությունը, քաղաքական համագործակցությունը ուժային կենտրոնների հետ, մենք պետք է չմոռանանք նաեւ, որ ի վերջո պետք է ապավենենք սեփական ուժերին։ Ինչ կասեք այդ դեպքում Ադրբեջանի ռազմարտունաբերության մասին, ինչ վիճակ է, այսինքն Թրամփի հետ համատեղ կնքված համաձայնության շրջանակներում նվազել է ռազմական բյուջեն Ադրբեջանի, թե հակառակը, ինչ ինֆորմացիա։ Լրիվ հակառակը, այս տարի 26 թվականին 25-ի համեմատ 40% ավելի մեծ ռազմական ծախսեր անելու, չնայած, տեսեք, տարվա կեսին, հենց այդ օգոստոսի 8-ից մի քիչ առաջ խոսում էին մոտակա 5 տարվա ընթացքում մինչև 8% կրճատելու մասին, բայց դա եւս կարծում եմ, որ հերթական տեղեկատվական կամ ապատեղեկատվական գրողներ մեր ուղղությամբ, որ կարողանան այսպես 26 թվականի համար կրճատվող 112 միլիարդ դրամը ինչ որ չափով այսպես սղծնել անցկացնել, հա, չմոռանանք հիշեցնել մեր ունկնդիրներին, որ 26 թվականի համար ռազմական ծախսերը 25-ի համեմատ 112 միլիարդ դրամով կրճատվել են։ Չնայած այսօրվա կառավարությունը սիրում է հիշել, սիրում է 18 թվականի հետ համեմատել, ոնց որ հիշում ենք սովետական միության տարիներին 1913 թվականի հետ էին համեմատում ամեն ինչ, բայց սրանք էլ վերցրել են 18 թվականը, մատի փաթաթան են սարքել կոպիտ ասած, այսինքն որ պետք է հիշեցնենք, ասենք նաև, որ 18 թվականի չկատարված ծախսերը եւ ինչ է դարձրել։ Այո, բայց 18 թվականի չկատարված ծախսերը մեծ մասամբ նաև իրենց մեղքով էր։ Որտեղ եկան իշխանության եւ չարեցին այն ինչ որ պետք էր արվել բյուջեով։ Եթե վերցնենք 18 թվականի բյուջեի կատարողականը, սարսափելի թվեր են։ Կապիտալ ծախսերի գծով, ռազմական ծախսերի գծով, ռազմարտունաբերական ծախսերի գծով, ամեն ինչի գծով սարսափելի թվեր են։ Բայց 26 թվականի համար մենք կրճատել ենք, հա, իսկ Ադրբեջանը ավելացրել է։ Եվ այս վերջերս մի հենց ռազմարտունաբերական ոլորտի նորություն եղավ, որ թուրքական ՄԿ-ի Մակինա քիմիա Enterprise-ը, հա, մեքենաշինական եւ քիմիական ամենամեծ կոնցեռնը Ադրբեջանում արտադրություն է դնում եւ հայտարարելով, որ փոխանցելով նաեւ տեխնոլոգիաներ, այսինքն այնտեղ ստեղծում են ոչ միայն արտադրություն, այնտեղ փոխանցում են նաեւ տեխնոլոգիական զարգացմանն են զարգ տալիս եւ այլն, այսինքն մենք այստեղ ունենք լրիվ դիսբալանս, հա, ինչ է կատարում Հայաստանում, կրճատում, նվազեցում, թե կատարում նույնիսկ բյուջեով հայտարարված ծախսերի, իսկ Ադրբեջանում լրիվ հակառակը։ Իսկ Թուրքիան էլ ավելի զիլ պատկեր է, որովհետև Թուրքիան այսօր իրեն ներկայացնում է որպես ռազմաճյուղաբերական համաշխարհային գիգանտ եւ տարբեր գնահատականներով անհաճույք թռչող սարքերի միջազգային շուկայում, միջազգային
մատնանշում հատուկ, Թուրքիան զբաղեցնում է 50-ից 60% մոտավորապես։ Ահռելի մեծ արտահանում, ահռելի մեծ Չինաստանը սեփական կարիքների համար է ուղղում հիմնականում, չնայած նաև արտահանում են, բայց օրինակ գիտենք, որ Միացյալ Նահանգները այդքան հաճույքով չեն արտահանում։ Այդ թվում նաև զգայուն տեխնոլոգիաների պատճառով։ Հասկանալի է, խուսափում են, որ բայց Թուրքիան կեսից ավելը միջազգային շուկայի զբաղեցրել է։ Եվ դեռ չել թաքցնում, որ նպատակ ունի ավելի մեծ տոկոս զբաղեցնելու, հա։ Գիտեք ինչքան են արտահանում կամ մատակարարում Ուկրաինա, ամբողջ Հյուսիսային Աֆրիկան, Միջինասիական երկրներ եւ այլն, հա։ Գուցե հարցս միամիտ կլինի, պարոն Կերոպյան, բայց որքան հասկանում եմ, բայրախտարները այսպես հեղինակազրկվեցին, ճիշտն ասած, հա։ Մենք շատ մի քանի լավ տարի առաջ մեծ ծավալի ռեկլամ արեցինք բայրախտարների, գովազդարեցինք 20 թվականին, բայց դա նաև այսպես խոճապի էլեմենտ ուներ իր մեջ, որովհետև հակոթային պաշտպանության բացակայության պայմաններում մեր գլխի վերևը ինչ ուզում անում էին, ինչ ուզում գցում էին մեր վրա, եւ բայց իհարկե ռուս-ուկրաինական բախումը ցույց տվեց, որ նույն բայրակտարները այդքան էլ էֆեկտիվ չեն, երբ որ կա ակտիվ կազմակերպված հակոթային պաշտպանություն եւ ռադիոէլեկտրոնային պայքար։ Ես գիտեմ, որ սովորական, ասենք, համակարգերը, որոնք որպես ոչ ամենաառաջադեմն են, հեշտությամբ այդ խնդիրը լուծում, իսկ շարքից հանում են որոշակի հեռավորության վրա, զրկում են տեսողությունից, կառավարման մեխանիզմներից եւ այլն, այսինքն դրա դառնում է ուղղակի, ասենք, լավ, մեծ, թևավոր, թիրախ, այո, ինքն իրենով։ Շնորհակալություն, որ եկաք։ Մենք հետաքրքիր զրույց ունեցանք, որը կարող է շարունակվել ուղղակի։ Մենք տեղավորվեցինք մեր զրույցին տրամադրած ժամանակների սահմանում։ Շարունակություն էլ հաջորդ անգամ։ Մենք դեռ երկար զրույցներ կարող ենք ունենալ, որովհետև թեման գրեթե անսպառ է։ Շնորհակալություն, որովհետև որ այսօր մեզ ինֆորմացիա տրամադրեցիք։ Մենք շատ զգուշավոր էինք հարցեր ուղղում, որովհետև հասկանում ենք, որ շատ զգայուն դաշտում ենք գործում եւ գաղտնի ինֆորմացիան ավելի շատ է, քան հասանելին, որովհետեւ շնորհակալություն, որ այդ գծված սահմաններում կազմակերպեցիք այս ինֆորմացիա համար, բայց եւս մեկ անգամ շնորհավորենք մեր բանակի տոնը։ Վստահ։ Շնորհավորում ենք Ռազմարտունաբերության կոմիտեի նախկին նախագահ, Հայ-ԱԿՎ միավորման վարչության անդամ Ավետիք Քերոբյանն էր մեր հյուրը։ Մինչ նոր հանդիպում, շնորհակալություն եւս մեկ անգամ։